Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Լավ, Անիտա ջան, որ այսքան քաղաքացիական պայմանագրում ենք ու սատարում ենք ժողովրդին ու ճիշտ տեղն ենք սատարում, այսքան ընդդիմադիր ուժը, եթե կարելի է այսպես ասել, մեզ քննադատում են, օրինակ իմ էջն են տանում, լավ, ուր ենք հասնելու, դու ինչքան ժամանակ Հայաստանից, միած սկսենք այդտեղից։ Ես 2010 թվականից Հայաստանում ես։ Ինչ ես տեսել այս ուժերը այսքան ժամանակ, որ կատարել են, չգիտեմ, որ ուզում եմ մի հատ կան իշխանության, էլի, հասնել իշխանություն ուղղակի։ Մի հատ դու քո բառերով, քո ձևերով ասա, էլի, որ մի հատ էլ ուզում են, մի հատ էլ քննադատում են քաղաքացիական պայմանագիր թիմին, մեզ, այսինքն։ Դե նորմալ է որ քննադատում են, որովհետև եթե մեզանից ոչ մի բան չներկայացներ 16 թիվ այսօր ԽՊ, իհարկե չէին քննադատի։ Բայց ես հիշում եմ այն ժամանակ որ եկել է, օրինակ ամեն ինչը բեսպրիձել է։ Ով ինչ ուզում անում է, ով ուզում քայլում է։ Այն վաղ մակներես, այն վաղ մարդ էին սպանում, 10-15 $1000 վճարում էին անում, всё, այդ թեման փակվում էր, ոչ դատական process էր գնում, ոչ բան։ Բայց հիմա հասել ենք մեր վարչապետի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի օրոք այն շնորհիվ, որ իհարկե տեսնում եք, բեսպրիձելը ինչ քիչ է դարձել, ու մեր քաղաքը քանի գնում ծաղկացնում այդ մարդը։ Ոչ սատարենք որպես բլոգեր, ոչ սատարենք որպես քաղաքացի։ Ու նաև դուք, սիրելի ընկերներ, որ քննադատում եք մեկնաբանությունների բաժնում, հայհոյանքներ, դե գիտեմ, ուղարկում են նույն ինքը Անիտային, ինձ եւ այլ մարդկանց էլի բլոգերներից ուղարկում սարքում են ձեր մի հատ թիմա, որ բոտերով պետական սպամներ ուղարկեք, փող ծասեք, մենք ոչ մի փող չենք ծասում, ախպեր։ Մենք մեր աուդիտորիայով մեծ մարդիկ ենք, այնքան կանք, որ մարդկանց ասում ենք մեր կարծիքը ու տենց առաջնորդվում ենք ու ճիշտ տեղն ենք խոսում։ Լրագրողներ, ընդդիմադիր լրագրողներ, որ գալիս եք մի բան եք ուզում բռնացեք, օրինակ այն օրը քաղաքացիական պայմանագիրը, չգիտեմ, խմած դուրս եկեք քաղաք բլոգերներից, փող ենք տալի բլոգերներին, իրանք են, յանի քաղաքացիական պայմանագիրն է մեզ փող տալի, որ մենք սատարենք։ Ասեմ հարգելիներս, դա ուղղակի ոչնչություններն են, էլի խոսում մեր մասին։ Մենք տես բաներ մի հատ արին այն դրանք ովքեր են խոսում, ցածր բլենդուզից ցածր մարդիկ։ Պլետուս։ Նորմալ մակարդակով մարդ տեսել ես որ քննադատի։ Չկա տես բան։ Մակարդակով մարդունիկ մեր կողերն են։ Ես չեմ ուզում հայհոյեմ, կաշխատեմ գրական ինձ պահեմ, որ հիմա էլ լիքը ընդդիմադիր ուժերից դատի չտա, ճիշտ է դրա խնդիրներ չունեմ, բայց չեմ ուզում։ Չէ, գործում է։ Շարի մեջ չգնանք եք արի այս անգամ, որովհետև հələ մենք միջև ամսի 7-ը ժամանակ ունենք, որ պետքա մեր վարչապետի կողքել լինենք ու հավերժ պետքա մեր վարչապետի կողքել լինենք ու սրտիկներ բոլորից 20-26-ին ընտրում ենք 16-ին, հենց որ այս վիդեոից հետո սաղը գնում եք 16-ին եք ընտրում, այդքան բան։ Այս էլ պատասխան իմ ու Անիտայի կողմից ընդդիմադիր ուժերին։ Այդքան էլ մեր էջերը ջարդեք, մեկամենք թազեն ենք հանելու, թազեն ենք բացելու, ու էլի մեր աուդիտորիան հավաքել։ Մենք գումար չենք ծախսում, մենք մեր աուդիտորիայով խոսում ենք ու ներկայացնում ենք մարդկանց։ Այդքան բան, դու գնացեք տեսեք ինչքան փող եք ծախսում, որ էջերը տանեք, չգիտեմ, բոտեր կազմեք, սպամներ ուղարկեք։ Մի ծախսվեք այդքան անիմաստ, էլի մեկը ճանաչողում է, սա աներ Անիտային, ինձ էլ սաղն է, ճանաչում են, սա Հայաստան է, գիտեն ու տենց է առաջնորդները։ Մենք 16-ին ընտրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եղել է, կա եւ լինելու է։ Պարոն Փաշինյան, պարոն Ավինյան, Ալեն Սիմոնյան եւ այլ պատգամավորներ, չգիտեմ, այլ ուժեր մեր կողմի։ Սա բաճիկներ ու սրտիկներ։ Նացիկ լավ եք։ Ես կրված տղա եմ ու Նիկոլի քաղաքականությունից դուր է գալիս։ Ասացվել եմ կռիվներից 4 հատ տղա թողնեմ, ինքը որ չընտրվի կռիվ դիլի, որտեվ Ալիևը ատամա, Ռոբերտին էլ լրիվին էլ, ես Ռոբերտին չեմ ատում, ես վատություն չար, բայց Նիկոլը մեր մեծությունն է, թող իրա պոլիտիկան տանի, թող ինքը ընտրվի, չալել, խաղաղությունը վատ աղջիկ ջան։ Եք տեսնում որպես վարչապետ Հայաստան։ Նիկոլ Փաշինյանին, միանշանակ։ Ինչու՞։ Որտեվ ընդ իրանից հետո գալացողները ընդհանրապես ոչնչություն են։ Մի սպասեք, որ որևէ հայ կարող է ասել, ես կարող եմ լուծել Ղարաբաղի հարցը, չկա այդպիսի բան։ Գոյություն չունի։ Սա ցնորք է, սա զառանցանք է, սա հայոյանք չի։ Դուք ենթադրում եք ինչ քննադատություն է գալու դեպի ձեզ վաղը։ Ինչ կուզի գա։ Ես էլ հա մեր ակադեմիկոսների նման լռեմ, ոչինչ չասեմ, թողեմ մեր ժողովրդին հիմարացնեն։ Ասելու են բա մեր զոհերը, մեր արյունը, մեր հողերը։ Հա, այդ կասեն, հետո կտան նորից նոր հողեր, նոր զոհեր, նոր արյուններ։
Քանի անգամ ա եղել այդ բանը։ Թող ասեն։ Թող ուշքի գան վերջապես։ Ես այսօր իմ վերջին զանգն էր։ Ես ուզում եմ երկեմ ձեզ համար Նիկոլ Փաշինյան։ Ֆոտկե։ Այստեղ ընծնվել ես, այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորան։ Հազար ճանապարհ ես դու իմն եմ բացել, իմ լավ հարազատ, իմ քաղաք, քար-քարի դեմ շարել, քեզ հետ հասակ եմ արել, իմ Երևան քո ամեն շնկի հետ, ես իմ կյանքն եմ կապել, հարհավետ, քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր, քեզ նով ապրել եմ, քեզ միշտ երգել, դու անքավար լույսի տուն Երևան, ամեն հայիկ հույսի տուն Երևան, դու անքավար լույսի տուն Երևան, ամեն հայիկ հույսի տուն Երևան։ Գումար աշխատելն է, ոչ թե գումար ծախսելը։ Մենք լինելու ենք գումար աշխատող կառավարություն։ Մենք այսօր սկսում ենք Հա, հեսա հասկացանք, կյանքներս կերակ, աումներս խմեցիք, հերիք է էլի։ մեր գլխավոր հաղթաշարը։ Արա ես այսքան ուշադիր հորս չէի լսել, հա։ Ես հիմա վստահ ասում եմ, որ Հայաստանում սնունդը շատ համով է, շատ։ Իհարկե Հայաստանն ու Վրաստանը մրցակցում են այդ հարցում։ Դա էլ մեր լոկալ բանն է։ Չէ, բայց տարածաշրջանում համով է։ Իմիջիալոց այս վերջերս միտեղ կարդացի, որ հունական խոհանոցն է ճանաչվել ամենահամովը, բայց հետո ֆիքսեցի, որ հունական խոհանոցից շատ բան չգիտեմ։ Նման ո՞ղ Գառը գույները ֆանտաստիկ են։ Հա չեմ, ես առիթ չեմ ունեցել։ Ֆանտաստիկ են Հունաստան Կիպրոս գառը։ Ինչ են անում, խաշլամա, հա։ Չէ, օրովակ։ Իսկ մեր նման են անում խորովածը։ Սուվլակի սիրել։ Շշերի վրա, թե չէ։ Սուվլակի։ Իրանք բայց ավանդական հունական շատ համեղ ուտեստներ ունեն, շերտավոր կարտոֆիլ, սմբուկ, միս։ Իսկ նազատ ինձ համար անակնկալ էր, որովհետև ես տենց հունական խոհանոց չգիտեմ։ Որսանն է մեծ։ Հեսա ասել, հեսա կասել։